Սիրով ողջունում եմ բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան։ Այսօր էլ անցավ, ինչպես որ երեկ, եւ վաղն էլ կանցնի ճիշտ այսօրվա պես։ Անցնում են գնում, օրերը անտես, հասակ ենք առնում, չգիտենք ինչպես։ Այս գեղեցիկ տողերով եւ այս գեղեցիկ տեսարանով սկսում եմ իմ նոր հոլովակը, իմ լավ բարեկամներ ջան, հարազատներս, թող կատարվեն ձեր բոլոր երազանքներն ու նպատակները, շրջապատված լինեք ձեզ սիրող, հարգող մարդկանցով, ուրախ եմ, որ ճանաչեցի ձեզ, ուրախ եմ, որ ունեմ ձեզ, հարգում, սիրում, գնահատում եմ յուրաքանչյուրիդ, առողջ եղեք, Աստված բոլորիդ հետ, միշտ լավն ու բարին լինի ձեզ հետ, միշտ խաղաղության ու ջերմության մեջ ապրեք, իմ լավ բարեկամներ։ Սիրելիներս, ցանկացա ձեզ բարևել ծաղկեբույր այս տեսարանով։ Սիրելի հետևորդներ ջան, որդիս գնել էր չոր լավաշ հայկական բուխտա շուկայից, որտեղ տեղում թխում եւ վաճառում են շատ համեղ անուշ լավաշներ է, իսկ այստեղ գնել է լոլիկ արկղով Food City-ից։ Սիրելիներս, արկղով է վերցրել, որտեվ ավելի էժան է, իսկ կիլոյով շատ թանկ է։ Սա հարմար է արկղով վերցնելը, բավականին ժամանակ կդնենք սառնարանը եւ կօգտագործենք։ Գնացել էր շուկա մի քիչ տան համար առևտուր անելու, հեսա ցույց կտամ։ Հիմա սիրելիներս, հարսս ցույց է տալիս գնումները։ Որդիս գնել է միս նաև, տան համար ամենակարևորը միսն է, եթե սառցախցիկում, սառնարանում ունենում ենք, արդեն չենք մտածում այսօր ինչ եփենք։ Մի անգամ միս կեփենք, մյուս անգամ փլավ, կարտոֆիլ, ուզում եմ ասեմ, միսը եթե տանը կա, արդեն ոնց որ հանգիստ լինենք։ Տեսնում եք ինչ լավ միս է գնել, գույնը վռվռուն, եւ ոսկորոտ, եւ փափուկ, բարակ, շերտով էլ յուղոտ, այդպիսի մսով արգանակը շատ հաճելի համ ու հոտ ունի, եւ այդ արգանակով եփած ճաշն էլ է համեղ լինում։ Գնել է 10 կիլոգրամ, որպեսզի ամեն անգամ չգնա, միշտ այդպես է անում։ Մենք հարսս արդեն կտրի, որը տոլմայացու է, որը բորշ, սոուս եւ պակետներով կդնի սառցախցիկը։ Հարգելիներս, եթե դուք ուզում եք, որ իմ հարսն էլ ինձ հետ պատրաստի խոհանոցում, խնդրում եմ մեկնաբանության բաժնում գրեք։ Ընտիր միս է, սիրելիներս։ Տեսնում եք, ահա, սա էլ միսը։ Բավականին ժամանակ մեզ բավական է։ Հիմա հարսը ցույց է տալիս, թե ինչ է գնել, բացի մսից։ Գնել է շպինատ, մենք Հայաստանում սպանախ ենք, չէ՞ ասում։ Ուզեցել է գնել հայկական բանջար, չի եղել, ոչ մանդիկ, ոչ խառը, գնել է շպինատ, ես մեր Հայաստանի, մենք ընտանիքով շատ սիրում ենք մեր հայկական անուշ բանջարները, թե ճնճղամպաշար, թե կնորա, ամեն ինչ, անգամ սիրում եմ առանց յուղի ձվի խաշել եւ թեթև աղով ուտել, սա էլ սպանախը։ Գնել է նաև համեմ հայկական, այս սրանք բոլորը գնել է Food City-ից, միայն հացն է գնել բուխտա շուկայից հակական, գնել է մի կապ սամիտ, 3 կապ համեմ, դե մենք մաղադանոս էլ ունենք պետրուշկա, շատ լավ ունենք, ծլել է անցած տարվանը, ընտիր ունենք, գնել է, վերջացել էր մեր ծիծակ պղպեղը, գնել է մի դույլ ծիծակ պղպեղ աղաջրի մեջ, բայց չեմ հավանում այստեղի ծիծակները, ճիշտ է, Հայաստանից է գալի, մի տեսակ շատ թթու է, լիմոնի աղ են լցնում, գնել է հայկական
մեր չանախ բրինձ պանիրը մի դույլ, գնել է նաև կարմիր բողոք 2 կապ, վարունգ, և 1000 աղցանի համար, բոլորը հայկական են սիրելիներս, արդեն բավականին ժամ անցել է, լրիվ գնումները տեղավորել է, ամուսինս միսը ջարդել է, հարսը լրիվ առանձին տեղավորել է, նաև լվացել է կանաչին, սպանախը պետք է խաշի, թողնի, ջրքանվի, նոր պատրաստի, սիրելիներս բոլոր գնումները արդեն տեղավորել է, լվացել է կանաչին և սպանախը դրել է ջրքանվի, այդ ընթացքում ուզում է թարմը մսով և թարմը բանջարեղեններով պատրաստի շարովի խաշլամա, միսը դնում է կաթսան, ուզում է մի թեթև եփի, քափը փրփուրը հավաքի, նոր արդեն պատրաստի շարովի խաշլաման, վրան լցնում է սառը ջուր, շատ քիչ, այնքան որ արգանակն է իրեն հարկավոր, դրա համար քիչ է լցնում և պետք է քիչ եփի միսը, շատ պետք չի եփել, գազօջախը վառում է, ծածկում է կաթսայի բերանը, մինչև միսը կլիռա, այդ ընթացքում ուզում է կտրատել բանջարեղենները, մեր շարովի խաշլամայի բաղադրիչներն են թարմը, կարտոֆիլ, սոխ, լոլիկներ թարմը, կանաչի և միսը, հիմա կարտոֆիլը, որը մեծ է, 2 կես է անում, որը միջին է, չի կտրում, խնդրեմ, որը մեծ է, կիսեց, թարմը կարտոֆիլ է, հիմա սոխն է կտրտում է շրջանաձև, կլոր, դուք կարող եք սիրելիներս կիսնալուսնաձև կտրել, ինչպես ցանկանում եք այնպես էլ կտրեք, սոխի կտրվելու ձևով մեր ճաշի համը չի փոխվի, վերջացրեց սոխը, հիմա կտրում է պղպեղ է կարմիր, նորից կլոր կտրտում է, բոլոր բաղադրիչները լավ լվացած են սիրելիներս, հիմա կորիզապտուղն է հանում, պոչի մասից, խնդրեմ, տեսեք ինչ սիրուն հանեց, նորից նույն ձևի կլոր կտրեց, կտրում է, նորից, 2 հատ պղպեղ է կտրում, երկրորդն է կտրում, նորից, նույն ձևի, բոլոր բաղադրիչները նույն ձևի է կտրում, կլոր, սա էլ պղպեղը անցավ լոլիկին, լոլիկն էլ նույն ձևի, պոչի մասը հանում է կլոր, սիրուն, ակուրատնի, գեղեցիկ, կոկիկ, խնդրեմ, տեսնում եք լոլիկը շատ լավ է, ինքը կանաչ է հատիկները, սերմերը, դա նշանակում է, որ քաղցր լոլիկ է, հատիկները սերմի տեսնում եք, սեղանի վրա է, տախտակի, սա էլ երկրորդ լոլիկը, շնորհակալ եմ Աստծուն այդպիսի հարս ունենալու համար, բազմաշնորհալի, խելացի,
Աշխատասեր հարս ունեմ, սիրելիներս, բոլորից ցանկանում եմ այսպիսի հարս։ Իմ աղջիկն է, հարսը չի։ Հիմա կանաչին է մանրացնում, համեն մի փոքր սամիթ է։ Ափսե բերես, որպիսի լցնի կանաչին մեջը։ Երբ պետք է ոտքս լավանա, հարգելիներս, արդեն լավ է, գետին դնում եմ, ուղղակի չեն թողնում տան անդամները, ասում են համբերի մի երկու օր էլ տեսնեմ, մի երկու օր էլ համբերեմ ու կանգնեմ, թեկուզ գիպսով գոնե օգնեմ, աշխատանքից գալիս է, հոգնած, եփում, թափում, լվանում, մինչև կեսգիշեր, գոնե կօգնեմ, ճաշը կպատրաստեմ, ինչ-որ բանով կօգնեմ, մինչև լիովին կապաքինվեմ, ինչ ասեցիք, ճիշտ չեմ ասում, սիրելիներս, գրեք կոմենտարիաներում, իմ լավ բարեկամներ, սիրելիներս, սիրում եմ բոլորիդ, գրկում համբիրում եմ, հարազատներս, պատրաստեց բոլոր բաղադրիչները, կտրտեց, պատրաստ է, հիմա Սիրելիներս, բոլոր բաղադրիչները արդեն կտրտած են, պատրաստ են, միսը եփված է, փրփուրը հավաքած, կաթսան դրել է գազօջախին, տակը չի վառել, ուզում է արդեն պատրաստել շարովի խաշլաման։ Սոխը շարում է կաթսայի տակ, սկզբից լցնում է սոխը, տեսնում եք ինչ գեղեցիկ կտրտել է, հավասարաչափ։ Շարում է լոլիկը, պղպեղը կարմիր պղպեղով շատ համով է ստացվում բոլոր ճաշերը, եթե կարմիր պղպեղ ենք լցնում, ավելի համեղ է, քան կանաչ պղպեղով պատրաստած ճաշերը։ Հիմա դնում է թեթև խաշված միսը, շարում է։ Դուք էլ եք, չէ, բոլորս էլ մտածում ենք, թե ամեն օր ինչ եփենք։ Այսօր էլ այս հարսս մտածեց եւ պատրաստում է։ Եկավ ասեց մամա, ուզում եմ շարովի խաշլամա անեմ։ Մաման ինչ է ուզում, խնդրեմ գնա պատրաստիր աղջիկս։ Պետք է ճաշ պատրաստես, ինչ ցանկանում եք, ինչ սիրում եք, նա էլ պատրաստի։ Հիմա միսը շարելուց հետո կարտոֆիլն է դնում, շարում, մեր երեխաները միայն խորոված են ուտում մսից, մեկ էլ մի թեթև հավով սուպ անգույն, որ եփում ենք հավի միսը կարող է ուտել, են էլ նայած անգամ, իսկ այսպես խաշլամայի միս կամ ճաշի մեջ չեն ուտում, հետաքրքիր են, ոնց ուզեցա փոխել, կերակրել, չէ՞ որ միսը ամենաառաջնային սննդամթերքն է, որը պետք է երեխան սնվի, թո ուղեղի համար, թո սովորելու համար, ամեն ինչի համար միսը շատ օգտակար է, դե արուտես, որ չեն ուտում, պետք է այնքան խնդրես, որ մի փոքր մաքուր առանջջիլերի միս ուտեն, նորից սոխ, հիմա լոլիկները նորից, երկու լոլիկը քիչ էր, ավելացնում է, շատ ջրալի, փորձեցինք հացպանիրով, թարմը լավաշ թռչեց հարսս, փորձեցինք շատ համով լոլիկ է, իհարկե թարմը լավաշ, լոլիկ, կանաչիներ և պանիր, շատ համեղ լոլիկներ է,
նորից պղպեղ, վերջին շարքն է շարում, հիմա կլցնի մանրացրած կանաչին, դասավորում է, քիչ լցրեց, մի քիչ էլ երևի վերջում, չգիտեմ, կտեսնենք միասին, աղեց անում, հիմա երևի արգանակը կլցնի, այո, լցնում է արգանակը, քամում է քամիչով, տեսեք ինչ մուգ գույնի արգանակ է, դա նշանակում է, որ միսը ջահել անասուն չի, մեզ մոտ այդպես էին ասում, մեծոտ է և դա ավելի համեղ է, սիրելիներս, մեր մեծերը, մեր մամաները, կիսուրները, տատիկները միշտ տենց էին ասում, միսը, մեծ անասունի միսը համեղ է լինում, վերջ, հիմա գազօջախը վառում է, դնում է եփելու, սկզբից ուժեղի տակ, հետո մարմանդ կրակը, հենց կեռակ, բացում է կաթսայի բերանը, որպեսզի ստուգի եփել է, թե չէ, մի այնպիսի անուշ բուրմունք տարածվեց, որ էլ ասելու չի, դեռ եփված չի, սիրելիներս, տեսեք, ասում է վայելեք, իսկ հիմա, սիրելիներս, երկրորդ անգամ է փորձում, ուզում է դանակով նայել, եփել է, թե ոչ, այո, կարտոֆիլ լավ եփված է, միսն էլ է եփված, նորից է փորձում միսը, եփել է, տեսնում եք, բոլորը փորձում է, լավ մտնում է դանակը մեջը, բոլոր բաղադրիչները եփված են, արդեն պատրաստ է, համայրա, իսկ հիմա ավելացնում է մնացած թարմը մանրացրած համեմը և սամիթը, դե ինչ, մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում, անջատեց գազօջախը, պատրաստ է արդեն շարովի խաշլաման, սիրելիներս համով հոտով խաշլաման շարովի պատրաստելուց հետո հարսս պատրաստում է լիմոնադ, մախիտոյի բաղադրիչներն են, մեկ լիմոն, մեզ մոտ կա, մեկ նարինջ, մեղր, շաքարավազ, նանա և դաղձ, ջուր և սառույց, հիմա կտրում եմ լիմոնի 1/3 մասը, որպեսզի շատ թթու չլինի, լրիվ չի լցնում, կտրում է նարինջի 1/3 մասը, ուղղակի որ համեր տան, կլոր, կարող եք քառակուսի մանր կտրել, ինչպես ցանկանում եք, այնպես էլ կտրեք դուք, սիրելիներս, կամքը ձերն է, ամեն մարդ գիտի իր խոհանոցում ինչպես պատրաստի, սա էլ մեր նարինջը, հիմա մոտեցնում է տարան, որի մեջ պետք է պատրաստի, լցնում է մեղրը, սա դեսերտի գթալ է, 2 ճաշի գթալից մի քիչ ավել, ասեմ, որ շատ անուշ համով, հոտով ծաղիկի մեղր է, մենք վերցնում ենք մի անձնավորությունից, որը իրեն համար է այս մեղրը պատրաստում, մենք էլ գնում ենք իրենից, ամեն տարի 2-3 տարայով 3 լիտրանոց գնում ենք, ավելացնում է մի 5 ճաշի թեթև գթալ շաքարավազ, քաղցրության համար, 5-6, ավելացնում է սենյակային ջուր, սառը ջուր պետք չի, սենյակային ջերմաստիճանի ջուր է ավելացնում, ասեմ, որ մենք մեր ծորակի ջուրը չենք խմում, ճաշ չենք եփում, լողանալու և լվացք ենք օգտագործում, խմելու և ճաշի համար գնում ենք, ճաշի համար ապարատից ենք վերցնում, իսկ խմելունը խանութից ենք գնում, ցույց է տալի, թե ինչ գթալով է խառնում, պետք է այդ սենյակային ջրով խառնի մեղրը և շաքարավազը, որպեսզի լավ լուծվեն, եթե սառը ջրով խառնի չի լուծվի,
Սառը ջուրը չի թողնի, որ մեղրը հալվի։ Այս ամանի մեջ չի մնալու, սա ուղղակի պատրաստում է, դատարկելու է 3 լիտրանոց տարայի մեջ, ջուր է ավելացնելու և դնելու է սառնարանը, մինչև ճաշի հետ կխմեն։ Համ նանա է, համ դաղց է մեզ մոտ, երկու տեսակն էլ կա, լցնում է, ավելացնում է տարայի մեջ։ Շատ լավ համադրություն է, նարինջ, լիմոն, նանա, դաղց, շատ անուշ է։ Խնդրեմ։ Նորից է խառնում։ Հիմա կավելացնի արդեն նարինջը, լիմոնը, կխառնի, որպեսզի բոլոր համերը իրար համադրվեն։ Դեռ կոմպոտներ ունենք, ասեցի, բայց ասես չէ, ուզում եմ պատրաստեմ շարովի խաշլամայի հետ, սա համեղ է, ասեմ, որ շաբաթը մի 2-3 անգամ պատրաստում է։ Սիրելիներս, անչափ, անսահման շնորհակալ եմ ձեզանից, ձեր լավ մարդկային վերաբերմունքի համար, ջերմ գրառումների համար, հետևելու համար, լավ խոսքերի համար, եղեք առողջ, Աստված օրհնի ձեր կյանքի ամեն մի օրն ու ժամը, համ տեսում եք հաղթրությունը, եթե հավանեցիք հարսից պատրաստածները, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը, սիրելիներս, մեզ համար, մանավանդ հարսից համար շատ հաճելի կլինի։ Նորեկներ ջան, բաժանորդագրվեք, լայքեք, սեղմեք զանգակոճակը, թող տարածվի։ Նախորոք շնորհակալությունս եմ հայտնում բոլորիցդ, ավելացրեց ջուր, իսկ հիմա սառույց, մեր սառնարանի սառույցի ամանն է, հիմա սառույց է ավելացնում, որ սառը լինի, մատուցում է սառույցով։ Լրիվ ուզում է լցված լինի, չէ որ պետք է փոխի 3 լիտրանոց տարայի մեջ պետք է լտնի, այս շաքարավազը և մեղրը բավական է, ասեմ, որ քաղցր չի լինում, շատ չնչին քաղցր է լինում։ Հիմա կասեք, որ չես խմում, ոնց ես իմանում, այլ ասում են ինձ տնեցիները, որ քաղցրությունը ինչքան է։ Այսքանով սիրելիներս ավարտում ենք, հարցս ավարտում է այս հոլովակը, ցտեսություն, մինչ նոր հոլովակ, չմոռանաք գրել մեկնաբանություններում ձեր կարծիքը, տեսեք ինչ սիրուն անուշ մախիտո